Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել 2-ից։ Նման օրենսդրական փոփոխություն են առաջարկում ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ Ներկա կարգավորմամբ այդ թիվը 3-ն է։ Ըստ զեկուցողի, սրանով առաջարկում են ճկունություն տալ կառավարությանը եւ հանրային հեռարձակողի խորհրդին։ Ընդդիմադիր Լիլիթ Գալստյանը համարում է, որ այն քաղաքական նպատակ է հետապնդում։ Դուք ասացիք, որ առանց հետևեթանքների ուզում եմ հրապարակային ասել, որ սա հենց ուղղված է շողակաթ հեռուստաընկերությանը։ Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք, որ ես չեմ թաքցնում իմ մտադրությունները, շատ տարօրինակ է, ես գիտեի տենց է ճիշտը։ Հիմա 2 տողով է կառավարությունը մեզնից այս նախաձեռնությունների համար գումար ուզում կամ ռեսուրսներ ուզում, երբ որ գալիս են բյուջետային քննարկման, չնայած նման բան կարող էր պատահել, եթե իհարկե բյուջետային քննարկումներին մեդիայի հետ կապված, հանրայինի հետ կապված ներկա լինեիք, հույս ունեմ առաջիկայում ներկա կլինեք։ Ես միշտ եղել եմ դիտարկումներ մի արեք, Տիկին Գալստյան բյուջեի վերջին քննարկմանը, երբ որ այստեղ էին հանրային հեռարձակողների խորհուրդը, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը եւ հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյան, որի մասին դուք ժամանակ առ ժամանակ դուք նկատի չունեմ անձամբ դուք խորհրդարանականներ ժամանակ առ ժամանակ հիշատակում եք, այնտեղ մենակ ես էի, մեկ է պարոն Բաբայան, ոնց որ մի քանի րոպեով այնտեղ հարց բարձրացվեց, թե բյուջեից որքան միջոցներ է տրամադրվել շողակաթ հեռուստաընկերությանը։ Անկախ չափից նախագծի հեղինակը այն համարում է անարդյունավետ ծախս, որը հանրությունը չպետք է վճարի մի բովանդակության համար, որը պահանջված չէ։ Հրապարակել է շողակաթը իր բովանդակության բազմազանությունը, նշելով տոկոսներով, բայց ես արժանահավատ չհամարեցի այդ տեղեկությունը հաշվի առնելով, որ այնտեղ նշված չէր, թե քանի տոկոս քաղաքական բովանդակություն է հեռարձակում շողակաթը։ Շողակաթի տված տվյալները կասկածի տակ եք դնում, երբ որ դրանք ներառված են հանրային խորհրդի հանրային հեռարձակողի տարեկան զեկույցի մեջ, նշանակում է դուք հարցականի տակ եք դնում նաև հանրային հեռարձակողի հավատարժանությունը 1 տարվա համար այդ տեսապրոդուկտին, տեսաարտադրությանը ուշադրություն Հայաստանի Հանրապետության բյուջեից վճարվում է ընդամենը 600,000 դրամ գումար։ Շատ ավելի լավ, դա նշանակում է, որ ինքը ընդհանրապես ոչ մի կախվածություն ու կապվածություն չունի ու կարա հեռարձակվի առանց պետական բյուջեի միջոցների 5000 ժամ կոնտենտ ունի, 5000 ժամ կոնտենտով ինքը մրցունակա գրեթե բոլոր հեռուստաընկերությունների համեմատ, թող սովորական այն մյուսների հետ մրցի հեռարձակվի։ Ես չեմ հասկանում, տեղ ինչ նախնդիր է։ Նախագիծը որևէ հեռուստաընկերություն փակելու մասին չէ, հայտարարեց Սիսակ Գաբրիելյանը, տեղեկացնելով, որ այս պահին կա 5 հեռարձակող։ Լիլիթ Գալստյանը կարծիք հայտնեց, որ պետության պարտավորությունն է հանրություն կրթելը։ Կար քաղաքական կոնկրետ ուղղվածության դրատվություն։ Այդ դեպքում ՀՌՀ-ին դիմեիք, թող ՀՌՀ-ն Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ունի սահմանափակ լիազորություններ հանրային հեռարձակողի մասով։ Ես հռետորական հարց կհնչեցնեմ, արդյոք ձեր վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի երթը, ձեր թեկնածուն է դուք եք առաջադրել, երթը մի քանի ժամ շարունակ ուղիղ հեռարձակմամբ հրապարակելը կրոնական, հոգևոր, մշակութային, թե կրթական բաղադրիչի մեջ է մտնում այդ հեռուստաալիքի։ Ես կխնդրեի ասել, թե ինչ մշակութային արժեք է իրենից ներկայացնում ձեր վարչապետի թեկնածուն։ Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը դրական եզրակացություն ստացավ։ Քննարկվեց նաև լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց, որ ոչ սահմանված ժամկետում ստացել են առաջարկություններ, որոնք չեն ընդունվել, բայց քննարկվել են։ Այս նախագծի շրջանակում անդրադարձ կատարվեց նաև լեզվական քաղաքականությանը, պաշտոնական փաստաթղթերում օգտագործվող տերմիններին ու փոխառություններին։ Այս նաև կրթության մասին եւ կից օրենքներում նախատեսվող կարգավորումները ներառյալ падգամավորների որոշ առաջարկները դրական եզրակացություն ստացան։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։ Շատ լավ, քարտուղարությանը